Անդրադառնալով երեկվա միջադեպին, նախ ես պետքա ցավով արձանագրեմ, որ երեկվա միջադեպից հետո գրեթե բոլոր լրատվականները, ինչու եմ ասում գրեթե բոլոր, որովհետև շատ քիչ լրատվականներ գտա, որոնք ճիշտն էին գրել, եւ գրել էին իբր այդ միջադեպը ազգային ժողովում տեղի է ունեցել ցեղասպանության թեմայի քննարկման կոնտեքստում եւ քաղաքացիական պայմանագիր ուրեմն խմբակցության падգամավորներն էլ արձագանքել են այդ քննարկմանը այդ ձևով։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այդ նյութերը, հարգելի ազատության ներկայացուցիչներ, 5-րդ ալիքի ներկայացուցիչներ, ընդդիմադիր բոլոր ուրեմն ուժերի ներկայացնող լրատվամիջոցներ, ցավում եմ, որ ազատությունն էլ է միացել այդ ուրեմն արշավին։ Այդ ամենը սուտ է։ Երեկվա ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել Արագավազ դաշնակ Իշխան Սաղաթելյանի խուլիգանական լկտի պահվածքի հետևանքով, ինչին մենք արձագանքել ենք։ Հետո իհարկե այդ ընթացքում Իշխան Սաղաթելյանը էլի տեսանք, որ փախավ ինչ-որ միտեղ չգտանք, որ հենց իրան արձագանքեինք, եւ տեղի ունեցավ այն ինչ-որ տեղի ունեցավ։ Ցավում ենք, որ նման իրավիճակներ են ազգային ժողովում տեղի ունենում, բայց ուրեմն ցավոք ազգային ժողովում ներկայացված են Օսման դաշնակների ուրեմն հետնորդները փաստորեն եւ անընդհատ փորձում են սադրել, ինչի արդյունքում այո էմոցիաները երբեմն տեղի են տալիս, էմոցիաների համար մեր քաղաքացիներից սիրելի ներողություն ենք խնդրում, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, որ դրան այդ միջադեպը ուղղորդող լրատվական այս հոսքերը ամբողջությամբ կեղծ ձևով էին ներկայացնում իրողությունները փորձելով ուրեմն օգնել ընդդիմության կեղծ եւ կեղտոտ թեզերին։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։